Հայաստան մատակարարվող հնդկական զենքը արդեն պատերազմում թրծված է։ Հնդկաստան-Պակիստան արյունալի բախումներին հետևած հայ ռազմական փորձագետներն արձանագրում են, հնդկական զենքը պատերազմական քննություն է հաջող է անցել։ Կարճ հակամարտություն է տեղի ունեցել, սակայն լարված հակամարտություն է եղել։ Հնդկաստանը Պակիստան եւ օդային եւ հրթիռների հարվածներ է հարցրել, ընդհանուր առմամբ բարձր ճշգրտությամբ զենքեր է օգտագործել, ԱԹՍ-ներ, հակաօդային համակարգեր, որոնց մի մասն էլ մատակարարված է եղել Հայաստանին։ Վերջին տարիներին Հայաստանի զենքի հիմնական մատակարար դարձած Հնդկաստանը մարտադաշտում հիմնականում կիրառել է այն զինատեսակները, որոնք վաճառում է Հայաստանին։ Տեխնիկական համագործության շրջանակներում արդեն իսկ ձեռք է բերել որոշակի հրետանային միջոցներ, այսինքն ATACMS, 55 մմ հրանոթները, գիտեք, որ 6 միավոր արդեն ստացել ենք եւ որոշակի փորձարկումներ անցկացել ենք։ Ռուսական Վեդեմոստի գործակալությունն այս շաբաթ է հրապարակել մի զեկույց, ըստ որի Հայաստանը Հնդկաստանի հետ ավելի քան 1.5 միլիարդ դոլարի պաշտպանական պայմանագիր ունի։ Ըստ այդ աղբյուրի Երևանը Նյու Դելիից Պինակա ATACMS համակարգեր է գնում, ԶԱՑ եւ Ակաշ հոբ համակարգեր, ինչպես նաեւ հակատանկային հրթիռային համակարգեր ու ականանետեր։ Պակիստանի դեմ ռազմական գործողություններին հնդկական հոբն արդարացրել է իրեն, նկատում է գնդապետ Գրիգորի Սահակյանը։ Ակաշ հակաօդային պաշտպանության համակարգերը, որոնք նախատեսված են ընդհանուր թիրախների խոսման համար մինչև 25 կիլոմետր հեռավորության վրա, ներառյալ ինքնաթիռների, ուղղաթիռների, ԱԹՍ-ների վրա, նշվում է, որ դրանք հաջողությամբ է կիրառվել։ Չնայած հոբ միջոցների լավ աշխատանքին հնդկական երկինքն անանցանելի չի եղել Պակիստանի բանակի համար։ Պակիստանի կործանիչներին հաջողվել է թիրախներ խոցել հնդկական հողում։ Այդ ինքնաթիռներից էլ Հնդկաստանի թշնամին մեր թշնամուն է մատակարարում։ Պակիստանի կողմից օգտագործող չինական G-10C ինքնաթիռները իրենց լավ դրսևորել են, դեռ այդ ինքնաթիռների կողմից օգտագործող հրթիռների կամ իրենց մարտավարատեխնիկական բնութագրերի համապատասխանող հակաուժ դեռ մշակման փուլում կամ պետք է մարտավարությունը փոխել, որովհետև նկատվեց, որ Հնդկաստանում կան որոշակի խնդիրներ։ Ամերիկյան, բրիտանական, նաև իսրայելական զինամթերք է նաև օգտագործել Հնդկաստանը պակիստանցիների հարվածներից պաշտպանվելու համար, ասում է փորձագետը։ Կայորագույն միջոցները, որոնք օգտագործել են, սեփական են եղել, բայց միևնույն ժամանակ օգտագործվել է տարբեր երկրների անօդաչու թռչող սարքեր կամ հարվածային սարքեր։ Կարծես Բաքվում նույնպես հետևել են հնդկական զենքի ուժին, որոշ վերլուծաբաններ տպավորություն ունեն, թե հնդկական ռազմաարդյունաբերությանը մատների արանքով նայող Ադրբեջանում հիմա խուճապ է։ Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Յալչին Ռաֆիևը հայտարարել է, թե պաշտոնական Բաքուն կոչ է անում Դելիին ուշադիր լինել հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում, իսկ Միլի Մեջլիսից Ֆարիզ Իսմայիլզադեն նկատել է, թե Հնդկաստանի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը զինում է խնդիր է Ադրբեջանի ազգային անվտանգության համար։ Ալբերտ Սերոբյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։